Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, մի հանդիպման եմ գնում և որոշեցի առիթն օգտագործել և ավտոլայվի ռեժիմով խոսել, բարձրաձայն մտածել, ավելի ճիշտ կամ ձեր հետ խոսել երեկվա իրադարձությունների մասին, երբ ինչ որտեղ սպասելի, ինչ որտեղ անսպասելի մենք տեսանք 8 եպիսկոպոսների, որոնք որ այցելեցին Նիկոլ Փաշինյանին, ձեռք սեղմեցին նրա հետ և ըստ էության այդ գործողությամբ լիքը բանի տակ ստորագրեցին։ Շատերս դա անվանեցինք դավաճանություն, ես կարծում եմ դա շատ տեղին տերմին է, մենք հակառակի մասին տեղեկություններ չունենք, մենք չունենք տեղեկություն, որ զենք են դրած եղել այդ մարդկանց գլխին, հարկադրաբար են այդտեղ տարել, նման տեղեկություններ մենք չունենք։ Արցախի թեմի առաջնորդի մասով դավաճանություն բառը նույնիսկ այստեղ շատ մեղմ է, ոչ հայերենը, ոչ մեկ այլ լեզու կարծում եմ չունի նման համարժեք, թե ինչպես կարելի է կոչել նրա կողմից այս արարքը մի մարդու, որը անմիջական պատասխանատու է Ադրբեջանի կազմում Արցախի ճանաչման, մեր սրբությունները ադրբեջանցիների կողմից պղծման, մարդ, որը ունի Արցախի թեմի առաջնորդի բարձր կարգավիճակ, այդ մարդու մասով դավաճանություն բառը շատ մեղմ է, այդպես չեմ կարծում, որ կարելի է նույն հարթության մեջ դնել այդ մեկի և մյուս 7-ի վարքագիծը և բոլորին նույն տերմինով, նույն բնութագրով կոչելը, կարծում եմ մեղմ ասած անարդար կլինի։ Ինչևէ, շոկային էր շատերի համար, բայց կարծում եմ պետք է սթափ, սառը քննարկենք, գնահատենք ինչ է կատարվում։ Նախ եկեղեցու նկատմամբ այս հերթական ալիքը սկսվեց 18-ը որպես առաջի ալիք դիտենք, այս երկրորդ մեծ ալիքը սկսվեց այն բանից հետո, երբ ամենայն հայոց կաթողիկոսը հերթական անգամ Արցախի մասին բարձրաձայնում իրականացրեց, Շվեյցարիայում կազմակերպեց համաժողով և ցույց տվեց, որ ինքը հաստատակամ կանգնած է մեր ազգային ինքնության, դրա հիմնասյուների պաշտպանության դիրքերում։ Դրանից հետո բոլոր ուղղություններով հարձակում, այն ինչ որ տեսանելի է տեսնում ենք, այն ինչ որ անտեսանելի է ենթադրում ենք եկեղեցու նկատմամբ, սկզբնական շրջանում լիքը մարդ այդ հոգևորականներ ի պաշտպանություն ելույթներ են ունենում, օրինակ շատ հետաքրքիր էր երեք տեղադրում էին, թե ինչպիսի ելույթներ էր ունենում Գևորգ Սրբազանը, Մասյացօտնի թեմի առաջնորդը Արցախի հետ կապված, մեր ինքնության հետ կապված այնպիսի բաներ էր ասում, որ անգամ չգիտեմ, ես ասում եմ, թե չեմ ասում։ Եվ հիմա նա գնում է այդ մարդու ձեռքն է սեղմում։ Այս ամենի այսպես գաղափարական հիմքը դրվեց այն, որ պետք է եկեղեցին մաքրել, եկեղեցուն խնդիրներ կան, սկսեցին հարցեր բարձրացնել, լկտիություններ սկսեցին թույլ տալ, համակարգված լկտիություններ սկսեցին թույլ տալ, Ավազանի անունով դիմել վեհապար Հայրապետին, ու ուշադրություն դարձրեցիք, որ երեք երբ որ կառավարության պաշտոնական հաղորդագրությունը եղավ, բոլորի անունները հոգևոր անուններով էին։ Գերաշնորհ Տեր Հավասար arczepiskopos Կճոյանը, այսինչ Գերաշնորհ Տեր, այսինչ եպիսկոպոս Էսինչյանը եւ այլն։ Իսկ Ավազան անուններով չէին դիմում։ Ավազան անունով կարելի է դիմել միայն վեհապար Հայրապետին փաստորեն։ Եվ այդ մարդիկ ձեռք սեղմելով իրենց հոգևոր հորը Ավազան անունով դիմելով ծանրագույն վիրավորանք հասցնողին, ես կարծում եմ, որ վաստակել են իրավունք, որ յուրաքանչյուրը նրանց էլ դիմի Ավազան անունով, բայց ես այդ յուրաքանչյուրի մեջ չեմ մտնի, որովհետև ես համարում եմ, որ այնուհանդերձ որոշակի արժեքներ պետք է պահեն, բայց արձանագրում եմ, որ նրանք վաստակել են այդ իրավունքը, այսինքն ոչ թե վաստակել են իրավունքը, որ իրենց դիմեն Ավազանի անունով, այլ կորցրել են իրավունքը, որ այդ հարգանքի եւ այդ հանգամանքի ուժով նրանք շարունակեն կրել հոգևոր անունները։
թե ինչ արձագանք կլինի մայրաթորից մենք կտեսնենք, բայց ամեն դեպքում սա շատ կարևոր արձանագրում է։ Եվ գիտեք, սա հենց հանրային բարոյականության տիրույթում է գտնվում։ Շատերն են ասում, որ այդ մարդկանց կարողացել են այսպես ապահովել նրանց վարքագիծը կամպրոմատների միջոցով։ Ես չեմ պատկերացնում որևէ կամպրոմատ, որը ավելի արատավոր էր այս մարդկանց, քան այն ինչ որ երեք իրենք արեցին։ Ուղղակի չեմ պատկերացնում։ Բնության մեջ նման կամպրոմատներ ուղղակի գոյություն չունեն։ Եվ ամենակարևոր հանգամանքը, որ պետք է մենք քննարկենք այս կապակցությամբ, դա այն է, որ սա կատարվում է ոչ միայն այն մարդու կողմից, որը իրենց հոգևոր օրը Ավազանի անունով է դիմում, այլ մի մարդու կողմից, մի մարդու հետ են նրանք ձեռք սեղմում, որ իրենց 3 հոգևոր եղբայրներին ըստ էության գերության մեջ է պահում, բանտարկության մեջ է պահում։ Միքայել arczepiskopos Հաչապարյան, Բագրատ arczepiskopos Գալստանյան, Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյան։ Այդ մարդիկ ըստ ձեզ հնարավորություն չունեին, չեմ ասում, ես վստահ եմ, որ նրանցից չէր պահանջվում գնալ խոնարհվել, ձեռք սեղմել։ Ես վստահ եմ, որ նրանցից երևի թե պահանջվում էր, այսինքն վստահ եմ, որ պահանջվում էր ընդամենը լռել։ Առնվազն խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանին եւ Բագրատ Սրբազանին։ Նրանցից չէր պահանջվում գնալ ձեռք սեղմել։ Ընդամենը լռեք եւ ոչինչ չի լինի։ Այդ մարդիկ չլռեցին եւ հայտնվեցին բանտում։ Այդ ինչ պետքա լիներ, այդ ինչ պետքա հրապարակվեր, որ տենց մարդկանց դուք դա նախընտրեցիք այս ինչպես շատերն են բնութագրում դավաճանական գործողությանը։ Այդ ինչ պետքա լիներ։ Եվ գիտեք, իրականում իրավիճակը այնպիսի հանգրվանի է հասել իմ պատկերացմամբ, որ մենք պետքա շատ սառնասրտորեն նայենք, որ ծանր այսպես տեղեկությունների մենք տեղեկան իմանալու մեր մայր եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասավորների վերաբերյալ եւ իմանում ենք արդեն օրինակ չգիտեմ Վայոց ձորի առաջնորդը այդ մարդը ոնց որ թե շատ օլիգարխներ մեր երկրում Երանի կտային այդ մարդու կարողությունների չափ կարողություն ունենալ չգիտեմ երևի վախեցել է որ իր կարողությունները իր ձեռքից կտանեն լավ է որ դրա մասին մենք խոսում ենք նույնիսկ չեմ կարող ասել Եվ մի քանի ամիս առաջ լիներ կասեի դե չէ ախր դա եկեղեցու հեղինակության հարց է եւ այլն եւ այլն իսկ գուցե սա է այս ծանր ճանապարհը որով մենք պետք է անցնենք եւ իսկապես պետք է մեր եկեղեցին մաքրվի իսկապես պետք է մեր եկեղեցին այն որ ասում են մաքրել այ իսկապես մեր եկեղեցին մաքրել մենք հասկանանք ով էր որտեվ այն լավ ժամանակներում բոլորը իրար կենացն են խմում բոլորը լավն են բոլորը հիանալի են բոլորը խելացի են բոլորը իմաստուն են լավ կենացներ են ասում սրամիտ են այսպես երբեմն մրցում են ես հոգևոր հայրերին ու կամ հոգևոր հոր մոտ ավելի մեծ դիրք ունենալու համար ավելի մեծ այսպես հավատարմություն ցույց տալու համար լավ լայն օրերին այդպես է նեղորերն են եկել հիմա կտեսնենք նեղորերում ոնց է եւ տեսնում ենք արդեն մարդկանց վարքագիծը նորից եմ ասում Արցախի թեմի առաջնորդի վարքագիծը միակ բանը բացատրությունը որ կարող է լինել դա այն է որ այդ մարդուն եկել իր կեցավայրից Այգեձորից վերցրել են թևերը ոտերը կապել են տարել են դրել են այդտեղ չգիտեմ սրսկել են ինչ որ նյութեր որ նա չգիտակցի ինչ է անում որպեսզի նա այսպես ձեռք մեկնի այդ անձին դա կարող լինի միակ ողջամիտ բացատրությունը թե ինչպես կարող Արցախի թեմի առաջնորդը մարդ ունեցի մարդ որ ես լավ ճանաչում եմ, մենք զրույց ենք ունեցել մի քանի ամիս առաջ։ Փառք Աստծո վկա է եղել այդ զրույցին։ Ոնց կարող է այդպիսի բան անել։ Կամ այն մյուսը Անուշավան Սրբազանը։ Հետաքրքիր զուգադիպությամբ, քանի որ նրա հետ կապված հարցեր կան, իդեպ ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր այն մարդկանց, որոնց մոտ ես փորձել եմ Անուշավան Սրբազանին հետ կապված հարցերի մասով ասեմ, չէ, ես վստահ եմ նա դավաճան չի եւ այլն։ Այդ մարդկանցից ես ներողություն եմ խնդրում, mea culpa, իմ մեղքն է, եւ ես զղջման մեջ եմ գտնվում այդ փաստի կապակցությամբ։ Պարզ դարձավ, որ մարդուն դեկանությունից հանել են, հիմա էլ ուզում է վերադառնա իր պաշտոնի, ես պարզ բանն եմ ասում, ամենապարզ մակարդակն եմ ասում, այն մնացածը դե կտեղեկանանք, վստահաբար կտեղեկանանք, ինչպիսի հանրային բարոյականության կամ
այլ տեսակի բարոյականության հետ կապված հարցեր կան, եւ ես կարծում եմ, որ սա արդեն այդ փուլն է, որ չպետք է վախենալ այդ բոլոր տեղեկությունները սեղանին դնելուց։ Տենց ախպեր։ Տենց, ուրեմն այս մաքրման փուլը մենք պետք է անցնենք։ Այս զղջման ու ապաշխարության փուլը մենք պետք է անցնենք։ Տենց։ Անուշամա սրբազան օրինակ։ Մարդը դեկան էր, հիմա էլ այսպես հանեցին իրան, որտեվ գնացել մասնակցել էր Սամվել ուրեմն Կարապետյանի հետ կապված հանրահավաքին, հիմա էլ ուզում է վերադառնա իր պաշտոնին, շատերն են ասում, որտեղ նստում դրա մասին է խոսում։ Ասենք էդ է հոգևոր հոր նկատմամբ հավատարմությունը ավելի մի կշերքի մի նժարին է, մյուս նժարին ինչ-որ քանձռոտ պաշտոն։ Մարդը երևի որոշում է կայացրել։ Չգիտեմ, այդ գործոնն է եղել, այլ գործոններ են եղել։ Ամեն դեպքում ես նորից ասեմ, իր մասով ներողություն եմ խնդրում, որ ես ու իդեպ բազմիցս փորձել եմ գնալ եւ հանդիպել Անուշավան Սրբազանին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, չի ստացվել, հիմա մտածում եմ, որ լավ է չի ստացվել, որովհետեւ լավ է, որ այդ մարդու հետ ես երկու բար չեմ փոխանակել։ Ցավում եմ, որ երկու բար փոխանակել եմ, օրինակ Վրթանես Սրբազանի հետ։ Երկու բար չեմ փոխանակել։ Բավական ջերմ հարաբերություններ։ Եվ ես տեսնում եմ, որ բազմաթիվ արցախցիներ են այդ մասով գրում, եւ ես համարում եմ, որ շատ ճիշտ են անում, որ արցախցիները դրա մասին գրում են, եւ ուղղակի կարծում եմ, որ մի քիչ դժվար է չգրելը։ Ես չեմ հասկանում այն արցախցիներին, որ չեն գրում այդ հարցի շուրջ։ Ուղղակի չեմ հասկանում։ Մեր մայր եկեղեցին ունի իր կարգու կանոնը։ 55 եպիսկոպոս ունենք։ Տարին բացել ենք 56-ով, իտեր հաղթեց մեր եպիսկոպոսներից մեկը։ Հիմա 55 եպիսկոպոս ունենք։ Նրանցից 8-ը այս պահին բացահայտ կոլաբորացիոնիստական ուխտադրժության տպավորություն թողնող վարքագիծ են դրսևորել։ Այդ է երևում։ Այդ է կանխավարկած, ես չգիտեմ ինչ պետք է ասենք, օրինակ նորից ասեմ, միակ տարբերակը են կարող լինի, որտեղ ես ոնց հասկանում եմ, նույն Վրթանես Սրբազանը գլուխոյ փակ է, որևէ մեկը նրա հետ կապվել չի կարողանում, կարող է վաղը մյուս օր մարդը ասի, գիտեք, ես տեղս նստած եկան մասկաներով տարան, դրեցին այնտեղ, ես չհասկացա այնտեղ ինչ է կատարում։ Այդ էլ չբացառենք որպես տարբերակ, իհարկե, բայց եթե այս տարբերակները բացառում ենք, սա այլ բան չի կարող կոչվել, քան ուխտադրժություն եւ դավաճանություն։ Ասել, որ դա նշանակում է, որ մյուս բոլորը շատ ամուր են, չէ, այդպես չի։ Ես չեմ բացառում, որ լինեն նաև այլ եպիսկոպոսներ, որ այս նույն ճանապարհով գնան։ Դրան էլ մենք, այսպես ասենք, պատրաստ լինենք, եւ դրանից էլ դա էլ չհամարենք, որ վերջ, ամեն ինչ ավարտված է, ինչպես գրել է դրանց։ Ոչ, դուք երևի լավ չեք պատկերացնում, որ եկեղեցին այնուհանդերձ բան չի, այտենց պետական հիմնարկ չի, որ տենց համ զինվորական, հիշում եք ինչ արեցին, գնացին գեներալներին պաստոյկի Սմիրնը կանգնացրեցին եւ դրանով համարեցին, որ իրենց խնդիրը լուծված է։ Չէ, սա ուրիշ ոլորտ է, ուրիշ հանգամանքներ այստեղ կան։ Ի վերջո չմոռանանք, այն որ ասում է վերև Աստված կա։ Ինչի մասին է խոսքը, այսինքն այս ամեն ինչը Աստծո ձեռքերում է, հատկապես սա այն դեպքն է, որ մենք հավատով պետք է լցվենք սա է ինստիտուտի հայ առաքելական եկեղեցու ցանկացած հոգևոր կառույցի եւ իսկապես չգիտեմ աղոթք բարձրացնենք, հույս հայտնենք, ցանկանանք, չգիտեմ, ես մի քիչ չեմ կարող այստեղ ճիշտ տերմինաբանություն ասել, երևի աղոթն է ճիշտ տերմինը, բայց այլ հարց է, մի խոսքով, որ մի լույս մի տեղից կբացվի, որովհետև սենց չի կարող պարզապես լինել։ Գուցե սա էր ճանապարհը մաքրման։ Մարդ, որը որ միշտ եղել է հանրության աչքում, օրինակ, շվայտության խորհրդանիշը, Բենթլի եւ այլն եւ այլն։ Բայց չգիտեմ ոնց է, ինչ է, բայց մարդիկ այդ ընկալումն են ունեցել։ Եվ Նիկոլ Փաշինյանը խոսում է եկեղեցի մաքրելու մասին ու բերում է լավասատ կճարանը, այսինքն այդ կարծին կան, էլի։ Որը լուրջ տենց են եկեղեցի մաքրում։ Իսկ մենք իհարկե հասկանում ենք, որ այս ամեն ինչի հիմքում է նա, որ եկեղեցին քանդի։
ցույց տա, ասի ես չեն ձեր եպիսկոպոսները, հա, տեսեք ես կողմից էլ են կողմից էլ, բայց այս մաքրման ճանապարհը հաստատ ունի թունելի վերջում լույս, որն է այդ լույսը։ Նախ այդ լույսը մենք տեսնում ենք մեր 3 սրբազաններին, որ հիմա բանտված են։ Այս մարդիկ իրենց ուսերին, այն հին են 3 ատլանտների պես, իրենց ուսերին պահում են հայ առաքելական եկեղեցու պատիվը, արժանապատվությունը եւ հայկական ինքնության պատիվն ու արժանապատվությունը։ Այս 3 մարդիկ առաջի հերթին։ Եվ հաջորդը իհարկե վեհապար հայրապետը, որին որ այստեղ պետք է մենք աղոթենք հաստատակամության համար վեհապար հայրապետի։ Այն հաստատակամության, որ մենք մինչ օրս տեսել ենք, իհարկե շատերս շատ ավելի կտրուկ քայլեր ենք ենթադրում եւ այլն, բայց գոնե հաստատակամություն ա եղել, որ որևէ մեկի մտքով չանցնի, որ ես հրաժարական եմ տալու եւ այլն։ Լուսավորչի գահը, Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների գահը դա բան չի էլի, sense ինչ որ մեկին փոխանցելու համար։ Դա խաչ է եւ եթե մարդը դա ստանձնել է, մինչեւ վերջ պետք է տանի։ Դա այդ գիտակցումը մենք տեսնում ենք։ Անկախ էս ծայրահեղ ծանր վիճակից։ Եվ գիտեք 55 եպիսկոպոս ունենք։ Բոլոր իրենց կարգի մեջ հաստատ եպիսկոպոսներին զորություն եւ ամենայն բարիք եմ մաղթում, բայց շատ կներեք, եթե 55-ից մնա 10-ն էլ միևնույնն է եկեղեցին կարող է նորից վերականգնվել։ 5-ն էլ նորից եկեղեցին կարող է վերականգնվել։ 3-ն էլ նույնիսկ մնա միայն այն 3 հոգեվորականները, 3 հոգեվորականները չէ, եպիսկոպոսները, որ բանտում են, եկեղեցին շարունակում է մնալ։ Դա է կանոնական եւ առաքելական եկեղեցի։ Եթե այդպես մնա։ Եւ մեր եկեղեցին ունեցել է շրջաններ, հատկապես այդ խորհրդային տարիներին 2 թե 3 եպիսկոպոս էին մնացել։ Հա էլի, 2 թե 3 եպիսկոպոս էին մնացել Հայաստանում։ Սա վատ վիճակ է, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին ավարտվեց։ Ոչ։ Էլ չեմ խոսում, որ մենք ունենք Մայրաթորի միաբաններ նաև այլ դասերից։ Վարդապետաց դաս ունենք, քահանայից դաս ունենք, ոչ միաբան, բայց ամուսնացյալ քահանաներ եւ այլն։ Մենք հիշենք, որ ի վերջո արժեքների մասին է այստեղ խոսքը։ Գուցե ծանր մաքրման գործը, այսպես ճանապարհը սա է։ Եվ սա որպես փորձ լինի հետագայի համար։ Չեմ կարող ասել։ Անկեղծորեն չեմ կարող ասել։ Եվ յուրաքանչյուրի արժև այս ընտրությունը կանգնած է։ Եվ փորձության ժամը այսպես է լինում։ Նեղորել են։ Տեսնենք թե մարդիկ վստահ չեն, որ իրենք գիտեն իրենք ինչպիսի ամրություն կարող են ունենալ։ Տեսնենք, թե ինչպիսի ամրություն կարող են մարդիկ ունենալ ինչպիսի ամրություն կարող են ունենալ այս ծանր իրավիճակում։ Իսկ մեր աշխարհականներիս խնդիրը կարծում եմ պետք է լինի, որ մենք մեր հավատարմությունը պահպանենք մեր մայր եկեղեցուն եւ ինչու ոչ հանրային պարսավանքի միջոցներ նաեւ ձեռնարկենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր որ ակնհայտորեն թույլ են տալիս ուխտադրուժ եւ դավաճանական արարքներ։ Իմ պատկերացմամբ սա մեր հատկապես աշխարհականների խնդիրը պետք է լինի։ Եվ շատ կարևոր բան եզրափակիչ որպես խոսք նախապես հայտարարված է, այնպես չի նոր հայտարարվել, որ վաղը շաբաթ օրը Սուրբ Թադեոսի եւ Սուրբ Բարդուղիմեոսի տոնին ընդառաջ Մայրաթորը բերվելու մեր եկեղեցու սրբոցը, գեղարդն է։ Գեղարդը բերվելու է մարտաճար եւ գնանք եւ խոնարհվենք եւ եկեղարդի այսպես միջոցով մեր փորձենք ամրանալ, զորանալ մեր նաեւ հավատքի մեջ։ Եվ ես անպայման փորձելու եմ ամեն ինչ անեմ, չնայած շատ գործերին, որ անպայման Մայրաթոր գնամ 10:30 նշանակված է պատարագը, փորձեմ մասնակցեմ պատարագին եւ հետո կարծեմ մինչեւ ժամը 3-ը թե 4-ը մնալու էր այդտեղ։ Էսա։ Այսքանը
իրենց կարգի մեջ հաստատ գտնվող մեր բոլոր հոգևորականներին զորություն եմ մաղթում, մյուսներին չգիտեմ էլ նույնիսկ ինչ մաղթեմ։ Աստված մեզ հետ։